Սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում է Խաչիկյանի խոհանոց հաղորդաշարը եւ այսօր մենք պատրաստելու ենք մի հետաքրքիր ուտեստ, որը կհիշեցնի իմ մանկական համերը։ Ես գտնվում եմ այժմ մի վայրում, որտեղ իմ թիկունքում է գտնվում իմ ծնողական, իմ հայրական տունը, որտեղ ես ծնվել մեծացել եմ եւ որտեղ անցել է իմ մանկությունս եւ կցանկանայի պատրաստել մեկ ուտեստ, որը վստահաբար դուր կգա մեր նաև փոքրիկ հեռուստադիտողներին։ Եվ քանի որ մեր փոքրիկ հեռուստադիտողները բավականին քմահաճ են, մենք կպատրաստենք մի ուտեստ, որում մենք կմայախառնենք բոլոր այն հետաքրքիր մթերքները, որոնք անհրաժեշտ կլինի նրանց օրգանիզմի տոկունությունը պահելու համար։ Հիմա մենք նախորդ պատրաստել ենք աղաջուրը, որի մեջ կընկղմենք մեր սմբուկային օղակները եւ քանի որ տարին ինքը օլիմպիական է, մենք կպատրաստենք օլիմպիական օղակներ, որոնք շատ դուր կգան մեր փոքրիկ հեռուստադիտողներին, մեր մանուկներին։ Հիշեցնեմ, որ մանուկ բառը ոչ միայն երեխա է նշանակում, այլ նաև այլ նշանակություն եւս ունի, իսկ ինչ նշանակություն նա ունի, կարող եք իմանալ, երբ որ դուք կգաք Աղթալա եւ կիմանաք մեր Մարիամ Աստվածածին եկեղեցում այդ պատմությունները։ Մենք այժմ մեր կտրատած սմբուկների մի մասը տեղափոխում ենք աղաջրի մեջ, որպեսզի իրենք իրենց բնական դառնությունը հանեն։ Հիշեցնեմ, որ մեր հաղորդման գործընկերներից է հանրահռչակ Սվիլինգ ֆիրմայի հայաստանյան ներկայացուցիչությունը, որի տրամադրած դանակների եւ այս փայտե տախտակի վրա մենք հիմա հաջողությամբ կփորձենք կտրատել այն մթերքները, որոնք որ մենք օգտագործելու ենք այս մեր մանկական օլիմպիական օղակների մեջ։ Հիմա մեզ անհրաժեշտ է, որպեսզի աղաջրում իրենց բնական դառնությունը կորցնեն։ Հիմա կկտրատենք առաջինը միսը։ Գիտեք, որ երեխաները չեն սիրում ոչխարի միս, բայց այն բավականին դիետիկ է եւ այն բավականին օգտակար է մարդու կենսագործունեության համար եւ քանի որ մեր խնդիրն է, որպեսզի մեր երեխաները ստանան լիարժեք սնունդ, անհրաժեշտ է, որպեսզի մենք այնպես մատուցենք, որ երեխաները դա սիրով ուտեն։ Հիմա մենք մանր կկտրատենք։ Եվ որպեսզի մեր երեխաները կարողանան համերը իրար հետ զուգակցել, մենք այստեղ օգտագործում ենք նաև գազար։ Ինչու գազար, որովհետև գազարը ունի հետաքրքիր համ եւ այն ունի կարոտինի մեծ պաշար, ինչպես նաև մի քանի այլ վիտամինների պաշարներ, ինչպես օրինակ B2, A12 եւ այլն։ Հիմա սա նույնպես մենք մանր կկտրատենք, սկզբից օղակներ ենք անում, հետո այսպես մանր կարող ենք կտրատել, քանի որ ինքը պիտի լինի արդեն իսկ լցոնի մեջ, կտրատման ձևը կապ չունի, եւ հիշեցնեմ, որ Զոլինգ ֆիրման նաեւ հետաքրքիր տախտակներ է առաջարկում իր սպառողներին, որոնք որ գնահատում են որակը, իսկ այս տախտակները պատրաստված են բամբուկից, որ էկոլոգիապես մաքուր իհարկե նյութ է, այսպես ազատ ոճի, ինչպես օրինակ օլիմպիական մրցաձևերի մեջ կա ազատ ոճի ըմբշամարտ, այդպես էլ մեր այս օլիմպիական սմբուկը կլինի ազատ ոճի կտրտած։ Հիմա մենք նաև կանաչ սոխ կկտրատենք։ Տեսնում եք, հիմնականում մենք օգտագործում ենք օղակաձև կտրելու տարբերակը։ Եվ այս դանակները թույլ են տալի, որ մենք հաջողությամբ կտրատենք առանց մեծ ճիգեր գործադրելու, ինչը կարևոր է մանավանդ թե սկսնակ, թե արդեն իսկ վարպետ խոհարարների համար, թե տնային տնտեսուհիների համար, ինչպես նաև հանրային սննդի այլ
վայրերում։ Այսպես հաջողությամբ օղակաձև կտրատում ենք եւ հիշում ենք, որ օլիմպիական մարզաձևերի մեջ է նաեւ սպորտային մարմնամարզությունը, որտեղ կա նաեւ օղակներ մարզաձևը, որտեղ որ երկար ժամանակ շատ հայտնի վարպետ է մեր հանրահայտ Ալբերտ Ազարյանը, օղակների արքան։ Հիմա մենք այս մասը կտեղափոխենք մեր թավայի մեջ, որտեղ կպատրաստենք մեր խյուսը, որ օգտագործելու ենք։ Սիրելի հեռուստադիտող, դժբախտաբար դեռ մատս լրիվ չի ապաքինվել, այդ իսկ պատճառով դժվարությամբ է ինձ հաջողվում ստանալ այս համեմունքային խառնուրդը, բայց արդեն մոտ ենք ավարտին եւ մեր սիրելի երեխաների համար մենք անշուշտ պատրաստ ենք հետաքրքիր ուտեստներ պատրաստել, չնայելով նաեւ մեր ֆիզիկական ցավերին, ինչպես որ ցանկացած ծնող բնականաբար իր երեխայի համար պատրաստ է ամեն մի զոհողության, թերևս սա զոհողություն էլ չէ այդքան մեծ, եւ մտածեմ, որ երեխաներին այս ուտեստը դուր կգա, երբ որ այն կպատրաստեն մայրիկները եւ հայրիկները, ինչու՞ չէ նաեւ պապիկները եւ տատիկները։ Հիմա մենք շաղախեցինք, որպեսզի դուր գա մեր փոքրիկ համադամասերներին, մենք այժմ օղակները այս սմբուկի ազատում ենք իր միջնամասից, բայց այն մենք չենք շպրտում, այն օգտագործելու ենք դեռ։ Իդեպ Եվրոպայում սմբուկը հայտնի էր 16-րդ դարից, իսկ Հայաստանում այն հայտնի է եղել 6-րդ դարից եւ այն հետաքրքիր օգտագործվել է մեր խոհանոցի մեջ եւ սմբուկը, որին Փաղակ Շաբար ասում էին մանուշակագույն բալասան, ինքը շատ հետաքրքիր նաեւ հատկություններ ունի եւ ավանդաբար օգտագործվել է ոչ միայն խոհանոցում, այլ նաեւ ժողովրդական բժշկության մեջ։ Բուսայուղով մեր թավայի հատակը կոծենք, այսպես, կշարենք մեր օլիմպիական մանուշակագույն օղակները, նրանց թիվը այս դեպքում 5-ից շատ կլինի, որովհետև մեր ստեղծագործական խումբը եւ մեզ հետևողները ավելի շատ է։ Ահա եւ մենք տեղափոխում ենք արդեն իսկ մեր երեխաների համար նախատեսված լցոնը, այսպես մենք լցոնեցինք մեր օղակները, մեր մանկական հիշողությունների օղակները եւ հիմա տեղափոխենք թավան կրակի վրա։ Այս դեպքում մեր Green Pen-ի փոխարեն մենք կօգտագործենք այս պղնձյա թավան, որովհետև Աղթալան հայտնի է իր պղնձագործներով, որոնք որ ներկայացնում են, իհարկե գիտեք, որ տարբեր ազգեր եւ ազգություններ։ Աղթալան հայտնի է նրանով, որ ինքը տարբեր ազգությունների միասնական աշխատանքի վայր էր եւ այն ուտեստները, որոնք որ տրվել են Աղթալայում մեր տատիկների, մեր մայրերի կողմից, իրենք ներկայացնում են մի քանի խոհանոցների միացություն եւ դրանց մեջ կա եւ հունական, եւ ռուսական, եւ վրացական,
եւ այլ մշակույթների ազդեցությունը, ինչպես որ օլիմպիական շարժումն է հուշում, որ աշխարհը խաղաղություն է տենչում այն ժամանակ, երբ որ լինում են օլիմպիական խաղեր, իսկ այս տարին օլիմպիական տարի է, դժբախտաբար մենք չենք ունենա օլիմպիական խաղեր, բայց տա Աստված, որ օլիմպիական խաղերի փոխարեն գոնե օլիմպիական խաղաղություն ունենանք։ Սիրելի հեռուստադիտող, հիմա մեր ուտեստ արդենից պատրաստ է եւ մի քանի հատ կտեղափոխենք ափսեի մեջ այն փորձելու համար։ Ասեմ, որ տեսքը հետաքրքիր տեսք ունի եւ տարբեր հետաքրքիր գունավորում։ Հիմա մեր ավանդական լավաշով կփորձենք մեկ հատը, թերևս այս աջ կողմինը, որ աչքի ընկնում իր ախորժաբեր տեսքով, կփաթեթավորենք մեր ավանդական լավաշի մեջ և կփորձենք։ Սիրելի հեռուստադիտող, հերթական անգամ իր ավարտին մոտեցավ Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարը և հերթական անգամ մենք ստացանք մի հետաքրքիր համով օժտված ուտեստ և բնականաբար նաև օգտակար ուտեստ, այն այս անգամ պատրաստեցինք մեր երեխաների համար, որովհետև ես գտնում եմ իմ մանկության բնօրանում, մեր շատ սիրելի Ախթալայում, որը մանկության բնօրան է եղել շուրջ 23 ազգերի և ազգությունների համար, և այստեղ մենք տեսանք տարբեր ազգությունների կողմից սիրված մի ուտեստ, որը մենք այսպես կհամարենք մանկական օլիմպիական օղակներ և կուզենայի ասել, որ այն օգտակար էր ինչպես որ Երկիր մեդիա հեռուստաընկերության բոլոր հաղորդումները և այդ թվում իհարկե նաև Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարը, որը կարող եք դիտել յուրաքանչյուր շաբաթ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում։ Շնորհակալություն։